Դոնալդ Թրամփը տքնաջան աշխատանք է կատարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի ուղղությամբ հայտարարել է Սպիտակ տան խոսնակը, շեշտել. Միացյալ Նահանգների նախագահը դժգոհ է երկու երկրի առաջնորդների հայտարարություններից։ Պետքարտուղարության խոսնակն էլ անդրադարձել է Վլադիմիր Պուտինի առաջարկին, որ Ուկրաինայում կարող է ՄԱԿ գլխավորությամբ ժամանակավոր վարչակազմ ստեղծվել։ Թեմի Բրյուսը նշել է, որ Դոնալդ Թրամփը հավանություն չի տալիս Մոսկվայի գաղափարին։ Ուկրաինայում սահմանադրական ժողովրդավարություն է, այդ երկրի կառավարման գործընթացը որոշվում է սահմանադրությամբ և ուկրաինացի ժողովրդի կամքով, ասել է պետքարտուղարության խոսնակը։ Նա ընդգծել է, բանակցություններում Ռուսաստանից և Ուկրաինայից կպահանջեն կոշտ որոշումներ և փոխզիջումներ։ Ռուս-ուկրաինական կարգավորումը մեկնաբանել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Մոսկվան կգնա գործարքի և Վաշինգտոնը ստիպված չի լինի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական ամբողջ նավթի համար։ Նա նաև տեղեկացրել է, որ Կիևի հետ հազվագյուտ մետաղների մասին գործարքը պատրաստ է, սակայն ուկրաինական կողմը ձգձգում է դրա ստորագրումը և անվտանգության նոր պայմաններ առաջ քաշում։ Թրամփը հավելել է, որ այդ գործարքի շրջանակում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի դիտարկվում։ Հրադադարի գործարքի մասին քննարկումների ֆոնին ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ այսօր 2025 թվականի ընթացքում առաջին անգամ ռուսական ուժերը զանգվածային հարվածներ չեն հասցրել Ուկրաինայի տարածքին։ Այնուհանդերձ մի շարք բնակավայրերում պայթյուններ են լսվել, Սումիում մեկ մարդ է տուժել։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին հայտարարել է, եթե Միացյալ Նահանգները կամ Իսրայելը ռմբակոծեն Իրանը, Թեհրանը ստիպված կլինի շարժվել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ։ Նրա խոսքով միջուկային գործարքից հրաժարվել է հենց ամերիկյան կողմը։ Պաշտոնյան նշել է նաև, որ Իրանի դեմ ռազմական գործողություններն անհետևանք չեն մնա։ Լարիջանին հայտնել է, որ այժմ Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցություններ են ընթանում կողմերի պահանջները և հնարավոր զիջումները հասկանալու համար։ Ավելի վաղ Վաշինգտոնը նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը քայլեր կձեռնարկի, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Պետքարտուղարությունից ևս մեկ անգամ շեշտել են. Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Իսրայելական ուժերը շարունակում են հարվածները Բեյրութին, մասնավորապես մայրաքաղաքի հարավային արվարձաններին։ ԶԼՄ-ների տվյալով հզոր պայթյուններ են լսվել, ըստ Ցահալի թիրախում են եղել Հեզբոլլահի օբյեկտները։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ավիահարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մարտի 28-ից վեր սկսել են Լիբանանին հարվածները։ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ դա պատասխանն է Լիբանանից Իսրայելի տարածքի թիրախավորմանը։ Լարված են նաև Գազայի հատվածում։ Համասը հայտարարել է, որ Ցահալն ակտիվացրել է ավիահարվածները և ցեղասպան գործունեություն է ծավալում։ Հաղորդվում է վերջին ժամերին հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին։ Գազայի հատվածում հրադադարը հերթական անգամ խախտվել է մարտի 18-ին։ Իսրայելի վարչապետը մեղադրում է Համասին պատանդներին չվերադարձնելու և հրադադարի գործարքը խախտելու համար։ Պաղեստինյան շարժումը հերքում է բոլոր մեղադրանքները պնդելով. Իսրայելն է հրաժարվում կառուցողական բանակցություններից։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ հարձակումները եմենյան հութիների ուղղությամբ կշարունակվեն, քանի դեռ նրանք վտանգ են ներկայացնում միջազգային նավագնացության համար։ Դոնալդ Թրամփը նշել է, որ ամերիկյան զինված ուժերն ամեն օր ուժգին հարվածներ են հասցնում Եմենում Անսարալա շարժման թիրախներին։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, եթե հութիները դադար են կրակել ամերիկյան նավերի ուղղությամբ, Միացյալ Նահանգներն ի պատասխան կդադարեցնի կրակը։ Թրամփը նաև սպառնացել է Իրանին, որը նրա համոզմամբ Անսարալա շարժման հովանավորն է։ Վերջին ժամերին հայտնի է դարձել, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանին, որը գտնվում է հութիների վերահսկողության ներքո, և այլ բնակավայրերում գտնվող օբյեկտների։ Հիշեցնենք, Վաշինգտոնը մեղադրում է հութիներին Կարմիր ծովում ամերիկյան, իսրայելական և այլ երկրների նավերը, ինքնաթիռները հրթիռակոծելու և ամբողջ աշխարհի տնտեսությանը միլիարդավոր դոլարների վնաս հասցնելու համար։ Հութիներն էլ նախազգուշացնում են, կանգ չեն առնի, քանի դեռ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում և սպանում պաղեստինցիներին։ Դիանա Գասպարյան, լուրեր։